Վաշինգտոնի հետ երկխոսությանը կասկածող իրանցիներն այլևս չեն թաքցնում իրենց վրդովմունքը։ Իրան-Միացյալ Նահանգներ խաղաղության հուշագիրը չեղարկելու կոչ է արել Իրանի հոգևոր ճեմարանների տնօրենը։ Ալիրեզա Արաֆիի կարծիքով հնարավոր չէ բանակցել մի երկրի հետ, որը հավատարիմ չէ իր խոստումներին։ Նախագահը, ազգային անվտանգության գերագույն խորհրդի մյուս անդամները, հրամանատարներն ու դիվանագետները պետք է չեղյալ հայտարարեն փոխըմբռնման հուշագիրը եւ ընտրեն ջիհադի եւ դիմադրության ուղին։ Պատասխանատուները չպետք է տնտեսական խնդիրների, պատերազմական ծախսերի եւ ենթակառուցվածքների թիրախավորման վախի պատճառով շարունակեն բանակցությունների եւ հուշագրի ուղին այն անհավատների հետ, որոնք հավատարիմ չեն ոչ մի խոստման։ Չորրորդ օրն է ցնցվում է Մերձավոր Արևելքը իրանական ու ամերիկյան հրթիռների հարվածներից։ Իրանական նավահանգիստները կրկին շրջափակելուց հետո Միացյալ Նահանգները չի դադարեցրել Իրանի հրթիռակոծումը։ Միայն 13 հրթիռ Բամփուրի նահանգի Իրանաշահր քաղաքում գտնվող զորանոցի ուղղությամբ են արձակել։ Կայազորի առողջարանում գտնվող զինծառայողներից 7-ը մահացել են, այդ թվում ժամկետայիններ, կան տասնյակ վիրավորներ։ Վնասվել են նաև Կայազորի հյուրատունն ու պահակակետերը։ Իրանի բանակի ցամաքային ուժերի հրամանատարությունը վստահ է, Միացյալ Նահանգների նպատակն է եղել առավելագույն թվով մարդկանց վերացնելը։ Հակահարված է խոստացել Իրանի բանակը։ Առնվազն 30 մարդ է զոհվել Իրանի հարավային շրջաններում վերջին օրերի հարվածներից։ 260 վիրավոր կա, հայտնել է պաշտոնական Թեհրանը։ Դոնալդ Թրամփը հավաստիացրել է, թե Միացյալ Նահանգները հասել է Իրանի դեմ գործողության հիմնական նպատակներին եւ սպառնացել է հաջորդ շաբաթ թիրախավորել նաեւ Իրանի էլեկտրակայաններն ու կամուրջները։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն իր հերթին հայտարարել է, որ կշարունակեն հարվածել Միացյալ Նահանգների ռազմաբազաներին մինչեւ վերջնական հաղթանակի հասնելը։ Ավելի վաղ Իրանը վնասներ էր հասցրել տարածաշրջանի ԱՄՆ բազաներին։ Թիրախավորվել էր Միացյալ Նահանգների 5-րդ նավատորմի բազայի անօդաչու թռչող սարքերի հրամանատարական կենտրոնը, որը գտնվում է Բահրեյնում։ Թերեզա Կադաևչյան, Էլեն Յահինյան, Հայլուր։